Ողջույն ձեզ պարոն Սիմոնյան։ Կարճ կարելի է։ Ես մեն դեպուտատի որ առաջ եղել է երկու սակցությունից հիմա որ դուրս է եկել, ասել Իրեն լկտի խոսակցության համար ոչ որտեղ օրենքը թույլ չի տալիս, ինչը դուք ծանոթանաք այդ փաստը։ օրենքը թույլատանի որ դա ուրիշ խոսակցություն։ Դա որևիցե պահանջում ենք հասցնող դա որևիցե ես ասել եմ առաջ որ մենք անան դատական Մեր համար այդքան բան է, ելի շատ ծնողների համար շատ բան է, դեռ խոսեցին ինչպես շվանգարեցին։ Ինքը իրան լկտի է պահում, փոխանակ դուք իրան ասեք գիտես ինչ, չի կարելի խոսում են, բոլորս է խոսում են, ինքը չէ հիմա ես ու դու եմ, հա, բայց մեզ ավելորդ բան չենք։ Ինքը իրան տենց իրան մտածում էր, որ ինքը ես իրան իր տեղը ցույց տալիս, բոլորին իրան տեղացույց եմ տալու, որ վերանը ավելորդ բաց։ Պարոն Սիմոնյան ջան, որովհետև ասենք ես ինչքան հանդիպում եմ ունեցել, ամեն ինչ եղել է ստի հիման վրա, ու դա հիմնավորում է։ Ձեր մասին չէ, հանդիպումները չէ, Պարոն Սիմոնյան, դուք ասացիք, պարոն Սիմոնյան, ասացիք շատ բան է արել, ինչ արել, որ ասում եք վարչապետը շատ բան է։ Ես հիմա երկու զոհվելու հանգամանքում հարցնում ես, ես հարցին հիմա չեմ Երբ որ տեսնանք երբ հիմա չէ, Երբ մոտավոր կարող եք մեզ ասել երբ դրանեք, որ ասեք իմ գաղափարին հարցին եք դեռ կարող ասեմ, ես դեռ 6.5 ժամ այդ անգամ հանդիպել եմ հետ նիստ չենք ասել։ Օգուտ չկա, բանդեխի չասեցի։ Ես չիմացի երեխի ոնց ընդ հարցը բացատրել ենք, պատասխան չենք ստացել։ Զոհված զինծառայողի ծնողի եւ ազգային ժողովի նախագահի խոսակցություններ։ Հիմա ասենք բան եք խոսում ազգային ժողովի նախագահի հետ։ Աշխոնը հավեր չի, ասեք նույն ձևի որ ում է թաղում են, ձերները դնում են որ տենան բան չի տանում այս աշխարհից։ Մենակ հոգին համբարձվում է երկիր։ Ինչև էլ էինք ստելա։ Ես եթե մասլակները մի ուղի։ Ես շատ եմ հարվում բոլորից, դե յոգակի Ինչ էր պատահել։ Ինչ է պատահել։ Բոլոր ենք քո, ես քայլում եմ Երևանում։ Մի րոպե։ Հանգիստ։ Քիչ առաջ ուրեմն Բերման են ենթարկում համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին Ալեն Սիմոնյանի հայհոյանքից հետո նրան կարգի հրավիրելու փորձելու համար։ Պարոնայք ոստիկաններ հստակ հայհոյեց Ալեն Սիմոնյանը։ Հայհոյանքը լսեցիք դուք։ Հարգելիներս հայհոյանքը լսեցիք պարոն Սիմոնյանի։ Քիչ առաջ Բերման են ենթարկում Արսեն Վարդանյանին, համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին։ Այս մարդը ինչ արել, ընդամենը հայհոյանքին է։ Այո, Ալեն Սիմոնյանը ինչ փորձել է վիրավորել։ Մի վարքյան, հա, խնդրում եմ, լրատվամիջոցը, մի վարքյան։ Ինչի Բերման ենթարկեցիք այս մարդուն, Ալեն Սիմոնյանը հայհոյեց։ Ալեն Սիմոնյանը հայհոյեց, ինչ արեց այս մարդը։ Ուր տարավ Վարդանյանը Արսենը։ Համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին քիչ առաջ Բերման ենթարկեցիք ինչի համար։ Ուզում ենք իմանալ։ Մի հատ
իմ Հովանին։ Ուրեն արեք։ Մի րոպե։ Ես էլ ապրումներն եմ նեշ չգործել, լսին, ինձ վիրավորել չկա, ով վիրավորել, մա իրա պատոսկան սրանով դուք ցույց տվեցիք, որ որոշ մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ բան իմանալն է, ոչ թե քո ասած բարձր բաներից խոսալն է, այլ բերեց կամերան մի ասեց ինձ վիրավորեց, որ դա ցույց տա։ Իր նպատակը դա է։ Դու նորմալ մարդ ես, պարոն Մենք իրար խոսում ենք, ես դու այդ կամերան միացրեց, ինձ վիրավորեց, որ դարձի քֆուր տվեց, իբա կամերաները մասի չեմ ուզում կրկնել, ինձ կողքում ասում է, ինձ քֆուր տվեց, իրա պատասխանը ստացա, մենք խոսացինք, չէ, դու իրանից վատ տղա չես, ես իրանից վատ տղա չեմ, դա կարիքը չկա, մենք ինչ եք սենց կողում, Բայց դուք էլ հայհոյեցիք, պարոն Սիմոնյան, դուք էլ հայհոյեցիք։ Վարսեն Վարդանին ինչի բերման ենթարկեցին այս ոստիկանները։ Ես հանդիսանում մեր խոսակցությունը մենք հանդիպել ենք շատ անգամ մենք հանդիպել ենք դուք եկել եք ստե ես արգել եմ իջել հիմա այս արարքը եթե դուք չդատապարտեք եթե դուք այս մարդկանց գյամերը չքաշեք ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսել եմ Հիմա մի հատ բան ես պաշտպանության նախարարության հետ կամ որից է հիմնարկել աշխատել է լսի Ալկոհոլը օգտագործած զերծ իջասան է։ Ճիշտ ասում, ալկոհոլը օգտագործած պետք է բան չանի։ Լսի։ Դուք եկել եք ինչ հարգանից են մոտիկացել։ Այդ լակոտը, այդ գյադեր, իրան թույլ տվեց, ինքը կրված տվեց։ Ինքը իրան թույլ տվեց, ինձ վիրավորել։ Ես դեմ ասա։ Ես են ասացի։ Իր դեմը հետևի։ Ադրբեջան չենք ստես ֆորում ուրիշ մեր հարցերից չենք շեղվում։ Լսի։ Այլևս ես որևիցե շփում ձեր հետ չեմ ունում։ Մի րոպե բան ասեմ, մի րոպե։ Ալե, մի րոպե։ Սահակյան, Վարդանյանին ուր տարան։ Վարդանյանին որ բաժին տարան ու ինչի համար։ Միկային գտեք մեկ հասկանանք, ասում եք հայհոյել այն, ձեզ երան եմ հայհոյել։ Առաջինը ինքն է հայոյել։ Ինքը, Ալեն Սիմոնյանը, նկարահանված է դա։ Всё, ուրեմն Կանա չեն թողում կամ մենք մի րոպե, բայց ասում են, որ առաջինը Ալեն Սիմոնյանն է հայհոյել, հետո նոր Միկան։ Հիմա մենք էդի ուղիղ եթեր կա, կտեսնենք ու շատ ամեն ինչ բարձ կդառնա, նաև կհասկանանք, թե Արսենին տարան Վարդանյան։ չենք սարքում, Միկա առաջին ով է հայհոյել, կներես, Ալեն Սիմոնյանն ասում է առաջինը դու ես իրան հայհոյել։ Վիդեո երևում է, ես Всё, վիդեո երևում է։ շատ լավ։ հնարավորինս սադրենք տվի։ Մենք ուղիղ եթերով ունենք նկարած։ Ամբողջը նկարահանվել է, իմ ուղիղ եթերում էլ կա։ Իրա ԱԺ նախագահի հայհոյանքն էլ կա։ Ես իմ ականջներով էլ եմ լսել։ Մենք էլ ենք գնում բաժին։ Ձեր ծնողների մոտ գնաց։ Ծնողների մոտ եղեք Միկա ջան, մենք էլ բաժին ենք գնում։ Պինդ կացեք։ Ճիշտ է ասել, որ ասել է Արցախը Հայաստան է, լինելու է։ Ժողովուրդ ջան, կներեք, ես ամբողջ ընթացքում չանջատեցի այս եթերը։ Փաստացի ինչ կատարվեց։ Ալեն Սիմոնյանը մոտեցավ զոհվածների եւ անհետ կորածների հարազատներին, չցանկացավ պատասխանել կարևորագույն հարցերին, ինչպես նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները տեսանք, որ հերթով դուրս եկան, որից է մեկ այդ ծնողներին կներեք, բայց պետք է ուղիղ ասեմ, բանի տեղ չդրեց, այսպես եւ քիչ անց էլ դրանից հետո արդեն մեր համահայկական ճակատ շարժման
կուսակցության ղեկավարին Արսեն Վարդանյանին, չգիտենք ինչի համար ձեռքերը օլորեցին ու բերման ենթարկեցին։ Փաստացի իմ եթերում ինձ եք նկարում։ Շնորհակալություն։ Փաստացի իմ ուղիղ եթերում երևում է, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ ստացել է պատասխան։ Եթերը կա։ Ծնողներն են այստեղ։ Լավ, եթերը կա, նկարահանված ամեն բան կա։ Մենք քիչ անց այդ ամենին արդեն կտեղեկանանք այս պահին։ Մենք մեր ընկերների հետ, շարժման անդամների հետ գնում ենք։ Գնացեք այնտեղ, մենք գնանք բաժին։ Դու մնա այնտեղ, հա։ Մոտեցի այնտեղ։ Լավ, ծնողները քանի որ այստեղ են, զանգով կլնեք տեսնեմ ինչ եղավ։ Կներեք։ Քանի որ ծնողները այստեղ են, ես որոշեցի մնալ ծնողների մոտ։ Մենք լայվ բացենք մայրեր, մենք չենք ուզում իմանալ, հաստատ այս 6 տարի նոր եք ուզում ասել, ինչ լսելու բան կա։ Քաղաքացիական համազգեստով, քաղաքացիական համազգեստով ախրանա։ Շատ ծորված բաց չեք ասում, էդ է տելիս, ծորվածն է, այ արման ծավակն է։ Այսպեսի պատասխան ծնողների հետ։ Ոչինները չենք բարձանում։ Ծնողներ ջան, տեսանք։ Այսօր դաժան հարցը տալիս ես ասում եք քննիչով Երեխեքներն են դեռ ձեր երեխեքն են գնալու։ Հայ ձեռքով։ Հայ մայրերի ձեռքով։ Ձեր երեխեքն են գնալու։ Ծնողներ ջան, եկեք գնանք մի րոպե հրացնեմ։ Էսա, չեք խփել էսա։ Ուրա գնում ես ծնողների վարկը։ Այս բանը Մի րոպե կներեք։ Հանգիստ։ Հələ մի վարկա։ Դու ես 6 տարի, դու ես 6 տարի ինչ պիտի անես։ Ոչ հանգստանամ, ես 6 տարի ոչ։ Մի խոսացեք, դու կարում ես խոսալ, այ աննորմա։ Լավ, Կարում ես խոսալ։ մայրիկ ջան, ծնող ջան, խնդրում եմ, մեռնեմ սրտի։ Ո՞ւքի կաննա խնդարը սակունողների այդ։ Մի ասեք, բառ մի ասեք, խնդրում եմ, եկեք գրկեմ ձեզ։ Գրկելու բանը որն է այս 6 տարի է հələ իրա Ես պիտի ֆիքսեմ, կներեք։ Տերմիտով եք ու հով եք դուք Զոհվածի մայրը, նորմալ է, որ այդպես անի։ Դե ուրեմն հարգանքով խնդրում եմ ու պահանջում եմ նաև։ Հաստորեն, տղաներ, հարգանքով, տղաներ, խնդրում եմ հարգանքով։ Խնդրում եմ հարգեք մոր էմոցիաները։ Գնա հերու։ Լավ, ոչինչ, մայրա, էմոցիաներ են, մի քիչ իրանց իրավիճակի մեջ մտեք։ Հա, վсё։ Իմ պարտքն է ես էլ։ Ինձ մի րոպե։ Առանց քաշքշելու։ Հա, լավ, մի րոպե ես դուրս գամ ստեղից։ Ես
Լրատվականով մի որ գա։ Շվեդից։ Okay, այստեղ եմ չեմ գնում ուրիշ մի ոչ միտեղ։ Մի քիչ էլ կանգնեք, Ալեն Սիմոնյանը կհասնի արդեն իր նստավայր։ Մոլ ջան։ Հիշեցնեմ այս պահին բոլոր հետևորդներին, որ քիչ առաջ Ալեն Սիմոնյանը հայհոյանք հնչեցրեց քաղաքացին փոխադարձ հայհոյանք հնչեցրեց, որից հետո մոտեցան մարտական ընկերները գլխավորությամբ Արսեն Վարդանյանի համահայկական ճակատից եւ չգիտենք ինչի համար Արսենին բերման ենթարկեցին, ձեռքերը ոլորեցին տարան եւ հիմա փորձում ենք հասկանալ բաժնից թե որ բաժնում է նա գտնվում։ Այսպես պատ են կապել մեր հարգարժան ոստիկաները, չեն թողում, որ այն կողմում Ալեն Սիմոնյանը, որը ճողոպրում էր դեպի իր ուրեմն հավանաբար աշխատասենյակ, այսպես ցեպ կապեցին ու ծնողներին հրելով, բրդելով եւ տարբեր միջոցներով թույլ չտվեցին մոտենալ եւ իրենց խոսքը ասել Ալեն Սիմոնյանին։